Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը կամուրջներ հաղորդման շրջանակում հայտարարել է, որ պետության անվտանգությունն ու աշխարհաքաղաքական ընտրությունը պետք է բխեն բացառապես Հայաստանի ազգային շահերից։ Նա շեշտել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները պետք է ծառայեն երկրի օգուտին, հակառակ դեպքում Հայաստանը միշտ ունի այլ ընտրանքներ։ Անդրադառնալով ներքին վիճակին, նա պնդել է, որ գործող իշխանությունը երկրում ստեղծել է վախի մթնոլորտ, թիրախավորելով գործարարներին ու նրանց ընտանիքներին սեփական իշխանությունը պահելու համար։ Սամվել Կարապետյանի համոզմամբ վախեցած մարդն ու պետությունն մի վիճակի չեն արդյունավետ կառավարել սեփական անվտանգությունը։ Մեր քաղաքական գլխավոր խոսույթներից մեկը դա ներքին համերաշխություն բերելն է, միասնություն բերելն է։ Ինչպես։ Դա ընդամենը մեկ քաղաքական ուժի ձևավորած օրակարգն է այսօր։ Չտես մարդուց ավելի ագահ մարդ աշխարհում գոյություն չունի։ Հիմա ես տեսնում եմ, որ այս մարդիկ այս սկզբունքով շարժվում են առաջ։ Ագահությունը խեղդում է իրենց։ Իրենք չեն պատկերացնում իրենց կյանքը առանց այս իշխանության, առանց իրենց աթոռների, առանց իրենց թալանի, իրենց կողմնակիցների թալանի։ Դրա համար մենք պետք է հունիսի 7-ին մեր ժողովուրդը պետք է արթնանա, հասկանա ու կանգնեցնի այս ամեն ինչը։